Բարև ձեզ։ Երբ մեծ տերությունները խոսում են քաղաքակիրթ բաժանման մասին, փոքր պետությունները հաշվում են դրա ռիսկերը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունները Հայաստան-Եվրամիություն եւ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին շատերը ընկալեցին ոչ միայն որպես պարզ քաղաքական գնահատական, այլ ուղերձ, որն ուղղված էր ոչ միայն Հայաստանի իշխանություններին, այլև հանրությանը։ Եվ հիմա փորձում ենք քննարկել, հասկանալ, թե ինչ կար այդ հայտարարությունների տակ, արդյոք սա իսկապես քաղաքակիրթ բաժանման նախերգանք է, թե զգուշացում, թե առավել ևս վերջնագիր։ Եվ արդյոք Ռուսաստանը սրանով փորձում է սահմանափակել Հայաստանի իշխանությունների կողմից վարվող բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականության տարածությունն ու ժամանակը։ Եվս մեկ կարևոր բան, այս ամենը տեղի ունենում Հայաստանի համար մի վճռորոշ ժամանակահատվածում համապետական խորհրդարանական ընտրություններից առաջ։ Իսկ սա ինչ է նշանակում, արդյոք Ռուսաստանը ցանկանում է, որպեսզի Հայաստանի ընտրությունները լինեն ոչ միայն համապետական ընտրությունների, լինեն ոչ միայն իշխանության ընտրություն, այլև հանրաքվե Ռուսաստան թե Արևմուտք վերտարությամբ, եթե կարելի է այսպես ասել։ Այս հարցերի մասին ենք զրուցելու առաջիկա 30 րոպեների ընթացքում, սա ազատ զրույցներ Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս կանայք եւ գլոբալ անվտանգության ճարտարապետությունը կենտրոնի փորձագետ Էլեն Խուխիկյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը, դուք ինչպես եք այն կարդում, ինչպես եք այդ ընթերցում, արդյոք սա զգուշացում էր, արդյոք սա վերջնագիր էր, թե փափուկ ապամոնտաժման, հարաբերությունների փափուկ ապամոնտաժման նախերգանք։ Հաշվի առնելով նախկինում Վլադիմիր Պուտինի կողմից արված բազմաթիվ այլ հայտարարություններ, այլ առիթներով, սա բավականին կոռեկտ ձևակերպված կարծում եմ հայտարարություններ, ինչու եմ ասում կոռեկտ, որովհետև հիշեցնեմ առնվազն զուգարաններում տարատեսակ հանցագործներին ոչնչացնելու մասին նրա հայտարարությունները նախկինում Չեչնիայի երկրորդ պատերազմը սկսվելուց առաջ Ուկրաինայի նախագահի հասցեին արված տարատեսակ հայտարարություններ եւ էպիտետներ, որոնք կոռեկտ բնավ չի կարելի անվանել, ոչ էլ եթերային են, բնավ։ Այնպես որ այս ամենը հաշվի առնելով կարծում եմ բավականին կոռեկտ հայտարարություններ։ Իսկ թե ինչպես սա կարդալ, ինչպես հասկանալ, կարծում եմ սա պետք է կարդալ նախընտրական տրամաբանության մեջ, Հայաստանում նախընտրական տրամաբանության մեջ, ինչու, որովհետև ինչպես եւ բոլորս նկատել ենք վերջին առնվազն 1 ամսվա կամ գուցե ավելի երկար ժամանակահատվածի ընթացքում, Հայաստանի նկատմամբ հիբրիդային հարձակումները կամ հիբրիդային գործիքակազմի կիրառման այսպես աշխարհագրությունն էլ, ինտենսիվությունն էլ բավականին լայնացել են, ինտենսիվացել են։ Ռուսները միանշանակ հասկանում են, իրենք էլ վերջին շրջանում բազմիցս տարբեր ռոպագանդիստական հաղորդումների շրջանակում նշում են, որ Հայաստանի առաջիկա ընտրությունները որոշիչ չեն լինելու ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև իրենց համար, քանզի նրանք Հարավային Կովկասը շատ կարևորում են ամենատարբեր պատճառներով, դրանց էլ կանդրադառնանք եւ հասկանում են, որ եթե Հայաստանի Հանրապետությունը շարունակի իր սուվերենության, այսպես ասած, ընտրած անկախացման, պետություն դառնալու այն ճանապարհը, որը որ սկսել է առնվազն Ղարաբաղյան պատերազմից հետո, ապա նրանք ազդեցությունը բնավ կկորցնեն Հայաստանի։ Բայց այդ դեպքում բացատրել որ մի կողմից իրենց բնավ ձեռնտու չէ Հայաստանի սուվերենության ճանապարհով գնալը, մյուս կողմից այսքան ինչպես դուք եք ասում, կոռեկտ բառապաշարով են արտահայտվում, այսինքն ինտելիգենտ բաժանման մասին են այսպեսի ձևակերպում են օգտագործում։ Դրա պատճառներն էլ առնվազն երկուսը կարող են նշել դրա պատճառներից։ Նրանք նկատել են, որ վերջին շրջանում թերևս Ռուսաստանի կողմից այդ բառապաշարները, էպիտետը, որը կիրառվել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, Հայաստանի Հանրապետության բնակիչների կամ ավելի ճիշտ քաղաքացիների նկատմամբ, Հայաստանի Հանրապետության իշխանությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ ընտրողի կողմից միանշանակ չի ընկալվում, ավելին շատ բացասական է ընկալվում։ Սա հաշվի առնելով նրանք փորձում են պարզապես երևի թե մարտավարությունը փոխել, կարող եմ ասել, առնվազն վերջին մակարդակում, այն իմաստով, որ նախ սկսենք այնտեղից, որ նրանք ինչ որ չափով կորցրել են մենաշնորհը եւ տնտեսական իմաստով եւ նաեւ կորցրել են մենաշնորհը որոշելու առհասարակ Հարավային Կովկասում զարգացումների հետագա սցենարները։ Իսկ դա պայմանավորված է բնականաբար կոնֆլիկտի մեր թատերաբեմից կոնֆլիկտի հեռանալով։ Այսինքն կոնֆլիկտ այլևս չկա եւ քանի որ կոնֆլիկտը չկա, բնական է որ այդ կոնֆլիկտի ֆասիլիտացիայով զբաղվելու հնարավորությունը չկա, ինչը նրանց նախկինում միանշանակ տալիս էր ճնշում գործադրելու լծակներ եւ Հայաստանի նկատմամբ եւ
Ադրբեջանի նկատմամբ։ Հիմա քանի որ կոնֆլիկտը չկա, մնացել ենք տնտեսական կոմպոնենտի հետ։ Տնտեսական կոմպոնենտն էլ պայմանավորված Հայաստանի post 2025 օգոստոսի 8-ի զարգացումներից հետո, այդ կոմպոնենտն էլ այլևս մենաշնորհային դիրքի հնարավորություն չի տալիս Ռուսաստանին։ Ինչու՞, որովհետև եթե նախկինում մենք դիտարկվում ենք ինչպես Մակրոնը նաև վերջերս եվրոպական քաղաքական համայնքի համաժողովի ընթացքում, գագաթնաժողովի ընթացքում նշեց, որ առաջ Հայաստանին դիտարկում էին իբրև Ռուսաստանի արբանյակ, հետևաբար այդ իսկ համատեքստով էին հարաբերությունները Հայաստանի հետ կարգավորում եւ որևէ մեկը Հայաստան չէր կա, նույն այդ գագաթնաժողովների, եթե դիտանկյունից նայենք, ապա այսօր պայմանավորված նաև նրանով, որ Հայաստանը որոշել է խաղաղության ճանապարհով գնալ, խաղաղություն ընտրել հարևանների հետ, բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականություն վարել, Ռուսաստանի մենաշնորհը այս դեպքով նույնպես վերանում է։ Այսինքն Հայաստանը խորացնում է տնտեսական հարցերում մենաշնորհը օգոստոսի 8-ից հետո ինչ փոխվեց, կախվածությունները վերացան։ Հայաստանը բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականության համատեքստում բազմաթիվ պայմանագրեր է ստորագրել ռազմավարական փաստաթղթեր է ստորագրել մի շարք պետությունների հետ, այդ թվում նաև կենտրոնական Ասիայի պետությունների հետ։ Ադրբեջանն էլ օգոստոսի 25-ից հետո բացեց առնվազն Հայաստանի դեպի Հայաստան ընթացող գնացքների ճանապարհ, այսինքն Ադրբեջանի ճանապարհով առնվազն բեռնափոխադրումները Հայաստան այլևս իրականություն դարձան, ինչը նշանակում է, որ նույն կենտրոնական ասիական երկրները, որոնց հետ նախկինում ավելի հարաբերությունները բարդ էին եւ կենտրոնական Ասիայից առևտրի հետ կապված նմանատիպ հեռանկարներ չկային, նաև հարաբերությունների մակարդակը լրիվ այլ էր, այսօր դիտարկվում են նույն առևտրափոխանակման, ասեմ թե նույն մեր տնտեսական հարաբերությունների դիտանկյունից այլընտրանքային տարբերակ նաև։ Եթե Իրանում Ղազախստանը կարող է տալ ամեն ինչ Ռուսաստանն է տալիս, եթե դիտարկենք կենտրոնական Ասիայի երկրներին, Ղազախստանը թերևս ամենամեծը եւ ամենաազդեցիկը լինելով այնտեղ, բայց ոչ միայն։ Եթե դիտարկում են իբրև առևտրային պարտներներ, ապա նրանք կարող են տրամադրել եւ վառելիք, կարող են տրամադրել եւ նույն հացահատիկը, որ Հայաստանը Ռուսաստանից էր ձեռք բերում, եւ մնացած այն ամենը, ինչ որ Հայաստանը առասակ Ռուսաստանից ձեռք էր բերում։ Իսկ որպես շուկա, ԵԱՏՄ-ի շուկան Հայաստանի համար փակելը, որը ենթադրվում է տնտեսական հարթության մեջ։ ԵԱՏՄ-ի շուկան Հայաստանի համար փակելու համար առնվազն Հայաստանին պետք է ԵԱՏՄ-ից դուրս գալ, ինչը Ռուսաստանի Դաշնությունը որևէ կերպ չի ուզում։ Վերջին շրջանում էլ հետևելով նրանց ռոպագանդիստական հաղորդումների հռետորաբանությանը, նաև հենց պետական գործիչների կողմից, ռոպագանդիստների կողմից, ինչքան էլ նրանք բարկացած են եւ օգտագործում են ճիշտ այն հռետորաբանությունը, ինչ այսօր լսում ենք մեր ավելի պրոռուսական ուժերի կողմից կամ ռուսական պրոքսիների կողմից քաղաքական հայաստանյան միջավայրում, միևնույնն է նրանք նշում են, որ Հայաստանը կամ Հայաստանը կորցնելով կկորցնեն առհասարակ հարավային Կովկասը, ինչը նրանց համար բնավ ցանկալի զարգացում չէ։ Այդ դեպքում ինչ է Ռուսաստանի նախագահը շտապեցնում, ասում որոշեք, կողմնորոշվեք, եթե պետք է հանրաքվե անցկացրեք։ Կրկին սա պետք է դիտարկել նախընտրական այսպես զարգացումների համատեքստում կամ տրամաբանության մեջ, ինչով ցույց է տրվում, որ ճնշում կարող է գործադրել Ռուսաստանը, ինչով փորձելու են, ինչ հնարավորություն է տալիս այստեղի նաև պրոռուսական ուժերին նմանատիպ հռետորաբանություն գործածել Հայաստանում, Հայաստանի ընտրողին, Հայաստանի քաղաքացուն նաև ինչ որ չափով գուցե վախեցնելու համատեքստում կամ համոզելու համատեքստում, որ հնարավոր է Ռուսաստանի հետ խնդիր ունենանք, ինչը նկատել եք վստահ եմ, որ բավականին այսպես լայն կերպով օգտագործվում է մեր անդիմադիր դաշտի կողմից։ Կարծում եմ սա այս համատեքստում պիտի առնվազն դիտարկել, բայց ընտրություններից հետո անկախ նրանից թե ով կընտրվի, ես վստահ եմ, որ ինչպես եւ նախկինում Ռուսաստանի Դաշնությունը միանշանակ աշխատելու է ընտրված իշխանությունների հետ։ Անշուշտ ամեն ինչ արվելու է, փորձելու են հնարավոր բոլոր քայլերին գնալու են, որպեսզի մաքսիմալ ազդեցություն բանեցնեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու կարծիքի վրա կամ ընտրողի վրա փորձեն մաքսիմալ ճնշում գործադրել հնարավոր ապոկալիպտիկ սցենարներով, եթե նրանք չընտրեն պրոռուսական ուժերին, բայց կարծում եմ նույն Պուտինի հայտարարությունները պետք է դիտարկել այն համատեքստում, որ նա հնարավորինս շատ փորձում է ոգևորել, եթե կարող ենք այդպես ասել, այստեղ արկա պրոռուսական ուժերին, որպեսզի նրանք էլ թևաթափ չլինեն, որտեղ գիտեք Ռուսաստանում անգամ քննարկումների ժամանակ իրենք էլ հիմա շատ լավ հասկանում են, որ իրենց այստեղի պրոքսիները մեծամասնություն հավաքելու եւ պարլամենտում առնվազն իշխանությունը վերցնելու հնարավորություն այս պայծրությամբ չունեն։ Այդ դեպքում ինչի առաջարկում հանրաքվե։ Եվ կարծես թե եթե համաձայն եք այդ ձևակերպման հետ, առաջիկա ընտրությունները դարձնել ոչ միայն ներքին հարցերի, չգիտեմ, ներքին խնդիրներ, սոցիալական, տնտեսական
տնտեսական, պետության արդյունավետ կառավարման, այլև աշխարհքաղաքական ընտրության, կարծես հանրակրվե է ասում առաջարկ, հա, ըստ էության դա է առաջարկած, հանրակրվե Ռուսաստան թե Արևմուտք։ Այդ թող որ շատ մեղմ բառապաշարով, բայց կոշտ ձևակերպում է, չէ, ընտրություն կատարեք եւ հիմա կատարեք։ Դե էլի կրկին Հնարավոր թե հիմա, այլ հնարավորինս շուտ։ Կրկին ընտրությունների դիտանկյունից պետք է սրան մոտենալ, նրանք էլ հասկանում են, որ ընտրությունների արդյունքները կանխորոշելու են այն ուղղվածությունը, քաղաքական ուղղվածությունը, որով Հայաստանը ընթանալու է առաջիկայում, շատ դեպքերում անգամ վերջին շանսն իբրև դիտարկում պրոռուսական ուժերի կողմից իշխանության հետ վերադառնալու։ Միևնույն ժամանակ հասկանում են, որ դրա հավանականությունը բավականին ցածր է, պայմանավորված այն տեխնացուական այսպես փուլով կամ տեխնացուների արկայությամբ, որ այսօր նրանք ունեն, ովքեր որ ռուսական գծի օֆիցիալ, հա, պաշտպանությամբ են զբաղվում, եթե կարող եմ այդպես ասել։ Այս ամենը հաշվի առնելով պարզապես ճնշման հերթական փորձ է, որպեսզի այն մարդիկ, ովքեր դա հենց այդպես իբրև կընդունեն, գուցե վախենան, գուցե ընտրություն անելիս դա հաշվի առնեն։ Բայց երբ կգանք նրան, որ արդյոք նրանք ուզում են, որպեսզի Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գա բոլորովին, արդյոք ուզում են, որ Հայաստանը հապկից գնա բոլորին, որտեղ այստեղ արդեն խնդիրը միայն նրանում էլ չէ, թե տնտեսական ինչ վնաս կկրի Հայաստանը կամ ինչ որ բան կշահի, արդյոք Ռուսաստանը թե չէ, այստեղ առաջին հերթին ռեպուտացիոն վնասի խնդիրն է կանգնում։ Ռուսաստանը, քանի որ ուկրաինական կոնֆլիկտով պայմանավորված սանկցիոն քաղաքականության համաշխարհային է, համատեքստով պայմանավորված բավականին սահմանափակ դաշտում գործելու կարողություն ունի, հասկանում է, որ իր կարողությունների սահմանափակումով պայմանավորված եւս մի հերթական պետության հեռանալը նրանից ձեր ասած ապահարզանը թեկուզ եւ ինտելիգենտ, ինչպես Պուտինը նշեց, ռեպուտացիոն իմաստով շատ ավելի վատ անդրադարձ կարող է ունենալ Ռուսաստանի վրա, քան տարատեսակ ինչ որ տնտեսական այլ զարգացումներ, որ նույնպես դիտարկվում է իդեպ։ Տնտեսական զարգացումների մասին խոսեցիք, ամփոփենք այդ տնտեսական գործիքների կիրառումը եւ անցնենք նաեւ անվտանգային խնդիրներին։ Տնտեսության մասով ԵԱՏՄ շուկա, գազի եւ նման բաներ, հիմա մենք այլ ընտրանքներ ունենք, էներգետիկ, տնտեսական, մնացյալ, ապահովված ենք, կարող ենք առանց ցնցումների անցնել, եթե իհարկե որոշեն այդ ամբողջ գործիքակազմը կիրառել։ Ապահովված չենք, բայց միևնույն ժամանակ այլ ընտրանքներ արդեն ունենք, ի տարբերություն առնվազն մի քանի տարի առաջվա, կրկին պայմանավորված նրանով, որ Ադրբեջանի տարածքով արդեն տրանզիտի կամ բեռնափոխադրումների հնարավորությունը դիտարկվում է, նրանք շատ լավ հասկանում են, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը նույնպես ժամանակի հարց է, սա նույնպես դիտարկվում է այդ համատեքստում, իսկ եթե Թուրքիայի հետ սահմանը բացվեց, Ադրբեջանի հետ այլևս խնդիր չունեցանք այդ իմաստով բեռնափոխադրումների, Հայաստանը տնտեսական կախվածության դիտանկյունից Ռուսաստանում այլևս կրիտիկական իրավիճակում չի լինի, արդեն չէ։ Բնական է հեշտ չի լինի փոխարինել տարբեր բաներ, թեկուզ նույն էներգակիրներին, եթե անդրադարձ անենք, բայց արդեն մենք այն կետում ենք, որտեղ դա անհնար չէ։ Հիշեցնեմ նաև եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում հայտարարություններ արվեցին առայն, որ Եվրոպական միությունը նաև սատարելու է Հայաստանում այդ ակումուլյատորների կարողությունների մեծացման հարցում, նշում էին մոտավորապես չեմ հիշում քանի գիգավատ էր, բայց ես հետո փոխարինեցի հզորության դիտանկյունից, թե դա ինչի մասն է խոսքը, ինչի նկատի ունեն, նույն արևային էներգետիկայի արտադրած էներգիան կուտակելու եւ պահելու հարցում խոսքը մոտավորապես մեծ ատոմակայանի մի բլոկի արտադրած էներգիայի մասին էր գնում։ Այսինքն, եթե մենք ընթացքում զարգացնում ենք այս կարողությունները, ընթացքում Իրանի հետ Իրանում արդեն լուծվում են խնդիրներ նույն Միացյալ Նահանգների հետ, որի հավանականությունը նույնպես այնքան էլ անհավանական չէ, լավ առնվազն այսպես ասեմ, Ադրբեջանով արդեն բեռնափոխադրումների հետ կապված խնդիրները որպես այդպեսին լուծվում են նույն կենտրոնական Ասիայից կարող ենք էներգակիրներ ներմուծել, այս պայծրությամբ նույն բենզինի ներմուծում Ադրբեջանից արդեն իսկ որպես փաստ գետնի վրա ունենք, ապա ստացվում է, որ այն կրիտիկական կախվածությունը, որ մենք ունեցել ենք Ռուսաստանից այս բոլոր առումներով, այլևս նույնը չէ եւ փոխարինել հնարավոր կլինի ժամանակի հետ։ Սա տնտեսական հարցով, իսկ ինչ կլինի, եթե Ռուսաստանը նվազեցնի կամ զորացնի իր անվտանգային մասնակցությունը։ Անվտանգային մասնակցություն ասելով ինչի նկատի ունեք։ Դե այստեղ ռազմապազա, չգիտեմ։ Դե տեսեք, նրանք չեն ուզում առնվազն այստեղից դուրս գան։ Այս հարցը օրեր առաջ կրկին բարձրացվեց նրանց եթերներից մեկում, որտեղ նշում էին, որ ինչու պիտի մենք այնտեղ նրանց պաշտպանենք եւ այլն,
ուզում եմ հիշեցնել, որ Ռուսաստանը մեզ վերջին առնվազն տասնամյակների ընթացքում չի պաշտպանել։ Այդ բազան Հայաստանի Հանրապետությունում առկա է ոչ թե մեր պաշտպանության համար, այլ Ռուսաստանի Դաշնության ներկայության եւ շատ դեպքերում Ռուսաստանի Դաշնության կարիքները եւ նպատակները սպասարկելու համար։ Այնպես որ եթե նրանք բազան հանեն, կարծում եմ Հայաստան որևէ մեկը դրանից առանձնապես այսպես չի տխրի, եթե մեղմ արտահայտվեմ այդ իմաստով, ավելի նրանք էլ հասկանում են, որ սա հենց այն է, ինչին ձգտում է Հայաստանը եւ ինչին ձգտում են Հայաստանի արևմտյան գործընկերները, գոնե առնվազն իրենց իսկ դրամաբանությամբ կամ իրենց իսկ մեկնաբանություններին, եթե անդրադարձանեն։ Եթե ասում եք, որ այս հայտարարությունը ավելի շատ եւ ավելի շուտ Հայաստանի նախընտրական տրամաբանության մեջ էր, այդ նպատակով էր արվում ազդեցություն գործել եւ այլն եւ այլն։ Սա նշանակում է, որ այդ հայտարարություններով բնավ չի սահմանափակվում եւ կոնկրետ շրջանակների մեջ չի տրվում Հայաստանի կողմից վարվող արտաքին բալանսավորված քաղաքականությունը, մենք դեռ հնարավորություն, ժամանակ ու տարածություն ունենք այդպես շարունակելու եւ համատեղելու։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ կանայք եւ գլոբալ անվտանգության ճարտարապետությունը կենտրոնի փորձագետ Էլեն Հոխիկյանի հետ։ Մենք խոսում էինք Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունների մասին, որոնք վերաբերում են Հայաստան-Ռուսաստան եւ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին եւ հասանք այն պահին, որ արդյոք սա չի սահմանափակում Հայաստանի կողմից վարվող բալանսավորված քաղաքականությունը։ Գիտեք, միակ դեպքը, երբ սա կարող է ինչ-որ բան սահմանափակել, այն է, որ ընտրությունների արդյունքում իշխանության կան պրոռուսական ուժեր։ Այդ դեպքում այո, միանշանակ կսահմանափակի։ Բայց եթե ընտրությունների հետևանքում ընտրվում են ներկայիս իշխանությունները իրենց խաղաղության, բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականության օրակարգերով, բնավ չեմ կարծում, որ ինչ-որ բան սրանով սահմանափակվում է, որովհետև կրկին Ռուսաստանը որևէ կերպ չի ուզում եւ նաեւ հասկանում է, որ այս պահի դրությամբ նաեւ չի կարող իրեն թույլ տալ սրելու հարաբերությունները եւս մեկ գործընկերոջ հետ, որովհետև հասկանում է, որ դրանով առնվազն կրկին եւս մի անգամ կրկնեմ իրենց իսկ հենց վերլուծության արդյունքում եկած հետևությունը, որ նրանք սրանով կկորցնեն պարզապես հարավային Կովկասը, ինչը թույլ տալ չեն կարող, որովհետև իրենց արևելյան սահմանում սա խնդիր է ստեղծում, այսինքն ձեռք են բերում մի ամբողջ տարածաշրջան իբրև հակառակորդ, որը որ նախկինում եղել է ավանդաբար եղել է նրանց դաշնակիցը միշտ սովետական միության ժամանակ, դրանից առաջ նաև ցարական Ռուսաստանի ժամանակահատվածում տարածաշրջանում նրանք հենց այդ դիտանկյունից էլ իրենց ներկայությունը դիտարկել են միշտ։ Հիմա կանք ընդդիմադիր շրջանակների արձագանքներին, լինեն նրանք քաղաքական գործիչներ, թե փորձագիտական շրջանակներից, ասում են, որ ավելի ճիշտ կապում են այս հայտարարությունը Մակրոնի այցի եւ այստեղ արած հայտարարությունների հետ, ասում են, թե Մակրոնը ըստ էության միջամտեց Հայաստանի ներքին գործերին եւ եթե Մակրոնը միջամտում է, ինչու պիտի Վլադիմիր Պուտինը չմիջամտի։ Եվ երկուսի մեջ կապ տեսնում եք դուք։ Բնավ, որ կարծում եմ սա պարզապես ռուսական նարատիվ է, հերթական է էլի նախընտրական դրամաբանության մեջ արծարծելու, ինչը եւ արվում է պրոռուսական ուժերի կողմից, ինչը լսում ենք նաև ռուսական պրոպագանդիստական տարատեսակ հաղորդումների շրջանակներում։ Իդեպ նշեմ, որ այդ նարատիվները եւ դիսկուրսը, որը մենք այստեղ լսում ենք այսօր, հայլային արտացոլում է այն, ինչ լսում ենք ռուսական եթերներից, սա մեկ։ Ինչով է սա ներգործություն, եթե նույն Արևմուտքի, Եվրամիության, Ֆրանսիայի առասարակետ հարաբերությունների լավացման հարցում իր ռեալ եւ բավականին լուրջ դերակատարումն է ունեցել ներկայիս իշխանությունը, այսինքն նրանք ինչ-որ նոր բան չեն անում, նրանք չեն խնդրում, որ Եվրամիությունից գան իրենց աջակցեն, նրանք շարունակում են իրենց քաղաքականությունը, որ վարել են վերջին տարիների ընթացքում։ Այդ քաղաքականության արդյունքում նաև կրկին Մակրոնի խոսքին անդրադառնամ հենց գագաթնաժողովի ընթացքում, այդ քաղաքականության արդյունքն ու հետևանքն էր նաև, որ Եվրոպական միության քաղաքական համայնքի ներկայացուցիչները մոտ 50 երկրների ղեկավարներ առնվազն Հայաստան էին ժամանել մասնակցելու այդ գագաթնաժողովին։ Սա բնավ չի նշանակում, որ նրանք եկել էին Նիկոլ Փաշինյանին իրենց աջակցությունը հայտնելու, քաղաքական կլինի, թե ինչ որ այլ կարգի կլինի։ Սա պարզապես ընդհանրապես արձանագրենք, որ սա ընդհանրապես աշխատանքի արդյունքն է։ Այս բոլոր իվենթները պլանավորված են եղել շատ ավելի նախապես, համընկել են նախընտրական ժամանակահատվածի հետ, բայց ունենք նաև այլ իվենթներ պլանավորված նույն աշնան հետ։ Խոսքը կոպի մասին է, բիոբազմազանության այդ գագաթնաժողովի մասին, որ շատ ավելի մեծ է լինելու, եթե չեմ սխալվում, եւ իր դրամաչափով, եւ մասնակցության չափով եւ այլն եւ այլն։ Հիմա կարելի է տարբեր բաներ ասել, որպեսզի արդարացնել
զարգացնես քո անկարողունակությունը քաղաքական դաշտում քո նարատիվները առաջ տանելու եւ այլն, բայց դա բնավ չի նշանակում, որ դա ճշմարտություն է։ Տեսեք, դուք ասում եք, թե Հայաստանի կառավարությունը որևէ այլ բան չի անում, քան շարունակում է իր կողմից հռչակված արտաքին բալանսավորման քաղաքականությունը, բայց ընդդիմության գնահատմամբ, այսպես ընդհանուր ինչ են ասում են հենց այդ քաղաքականությունն է, որ բերել Հայաստանը դարձրել է Արևմուտքի եւ Ռուսաստանի ոչ թե մրցակցության, այլ դիմակայության, դիմադրության մի տարածք, որը ռիսկեր է պարունակում։ Ես չեմ կարծում, որ Արևմուտքին եւ Ռուսաստանին ինչ-որ տարածք է պետք, որտեղ նրանք կդիմակայեն, որովհետեւ իրականում առաջին չեմ կարծում, որովհետեւ նրանք բախման տարածք արդեն ունեն, եթե կարելի այդպես ձևակերպել, եթե շահերի դիտանկյունից նայենք, Արևմուտքի շահերը Ռուսաստանի շահերի հետ որևէ կերպ այս պահի դրությամբ չեն համընկնում, եւ սա արդեն իսկ եւ արևմտյան երկրների եւ Ռուսաստանի կոնկրետ դիրքորոշումն է։ Շահերի ամենաթերևս լուրջ բախումը տեսանք ուկրաինական ռուսական պատերազմի կոնտեքստում, ինչը շարունակում է նաեւ այս պահի դրությամբ, շարունակվում է այս պահի դրությամբ։ Հայաստանի հետ կապված ուզում եմ ասեմ նոր տարածք կամ ինչ որ նոր իրականություն անհրաժեշտ չի, որ Ռուսաստանը կամ Արևմուտքը արձանագրեն, որ իրենց շահերը ինչ-ինչ հարցերում չեն համընկնում։ Սա բնական է։ Այստեղ Հայաստանի ընտրության խնդիրն է։ Հայաստանը ուզում է լինել անկախ, ինքնավար, սուվերեն պետություն, թե ուզում է շարունակել այն տրամաբանությունը, որ գործում էր մինչև 2018 թվականը առնվազն, հատկապես մինչև թեկուզ 2020 թվականը, երբ ունեինք կոնֆլիկտի առկայությունը եւ դա էր, որ սահմանափակում էր մեր տեղաշարժը, մեր որոշումները եւ այլն տարբեր ուղղություններով, թե ուզում ենք նորից կրկին շարունակենք մնալ, ինչպես Մակրոնը նշեց, ռուսական սատելիտի կարգավիճակում, որը ինքնուրույն քաղաքականություն արտաքին թե ներքին որոշելու ոչ իրավունք, ոչ էլ կարողություն չի ունենալ։ Եթե մեկ նախադասությամբ այս ընտրությունները ինչի մասին են։ Այս ընտրությունները իրականում սուվերեն ինքնավար պետություն դառնալու կամ Ռուսաստանի սատելիտը մնալու մասին են առնվազն, ոչ թե արևմուտք գնալու եւ կամ Ռուսաստանի հետ մնալու, այլ պարզապես սուվերեն ինքնավար պետություն շարունակելու այդ գիծը, սուվերենության ամրապնդման, թե այնուամենայնիվ հետ վերադարձ պրոռուսական սատելիտային կարգավիճակին։ Էլի վերադառնալով հայտարարությանը Ռուսաստանի Դաշնության նախագահի Հայաստանի հարցին պատասխանելիս կասեմ նա անցում կատարեց ուկրաինական թեմային եւ այսպիսի մոտավոր միտք արտահայտեց, որ այնտեղ ճգնաժամը սկսվեց ինչից հետո, այն բանից հետո, երբ Ուկրաինան փորձեց միանալ Եվրամիություն։ Սա ուղիղ զուգահեռ է Հայաստանի հետ։ Չեմ կարծում, նշեմ ինչու։ Ուկրաինական ռուսական պատերազմի հետ կապված Հայաստանի հետ զուգահեռներ անցկացնել պարզապես հնարավոր չէ տարբեր պատճառներով։ Հիմա հերթով նշենք նախ Հայաստանը Ռուսաստանի հետ անմիջական սահման չունի, սա մեկ։ Երկրորդ, Հայաստանը Ռուսաստանի հետ տարածքային ինչ-որ խնդիրներ կամ պահանջներ չունի, ինչպես Ուկրաինայի դեպքում էր։ Երրորդ, Ռուսաստանը չի դիտարկում Հայաստանին պարտադիր նախապայման, որպեսզի, այսինքն Հայաստանը գրավելու անհրաժեշտությունը պարտադիր նախապայման, որպեսզի առնվազն կարողանա կայսրություն դառնալու իր նկրտումները կրկին ունենա եւ հետագայում ել ավելի լայնացնի սահմանները, սա նույնպես իրենց վերջին 10 տարիների թեզերն են եղել, վստահ եմ դուք էլ հետևել եք այդ այսպես նարատիվներին ռուսական տարատեսակ պրոպագանդիստական հաղորդումների շրջանակում եւ այսպես կարող են երկար շարունակել։ Իրականում նույնականացնել կամ համեմատել հնարավոր չէ նույն Հայաստանի իրավիճակը ուկրաինական իրավիճակի հետ կամ տարբերակի հետ։ Հետաքրքրություններն են համեմատել հնարավոր։ Հետաքրքրություններն էլ տարբերվում են։ Եթե Ուկրաինայում հակառուսականությունը որպես այդպեսին ինչ որ չափով անշուշտ պայմանավորված նաև պատերազմի ընթացքով ռեալ գործուն է, Հայաստանում հակառուսականություն չկա, անկախ նրանից ինչ կասեն պրոռուսական ուժերը, անկախ նրանից ինչպես կփորձեն դա ներկայացնել դրսից, կամ ինչպես կփորձեն դա որպես գործիք կիրառել հիբրիդային պատերազմի համատեքստում կրկին Ռուսաստանից եւ Հայաստանից, մենք չունենք հակառուսականություն։ Այստեղ կա պարզապես ցանկություն դառնալու սուվերեն ինքնավար պետություն, որը ինքն է որոշում, թե որ ուղղությամբ պիտի զարգացնի իր հարաբերությունները, պայմանավորված իր շահով, ոչ թե Ռուսաստանի շահով, ոչ թե կողքի պետությունների շահով, այլ հենց իր շահով պայմանավորված, իր քաղաքացիների շահերով պայմանավորված։ Ռուս-ուկրաինական պատերազմը մոտ է ավարտին։ Չեմ կարծում, էլի նշեմ, հիմնավոր եմ հայտարարություններին ծանոթ եմ։ Եթե մոտ լիներ ավարտին, ապա Եվրոպական միության վերջերս Ուկրաինային տրամադրված 90 միլիարդի օգնության փաթեթը պարզապես չէինք ունենա։ Տրամաբանական չէ։ Կարծես բանակցությունների հնարավորության մասին են խոսում։ Դա էլ չեմ կարծում, որ իրականություն լինի հռետորաբանության մակարդակում առնվազն, բայց եթե լսում ենք եվրոպական տերությունների անմիջական, այսպես տարատեսակ պաշտոնյաների հռետորաբանությանը, ապա այնտեղ քննարկվող թեմաները հետևյալն են, որ իրենց անհրաժեշտ է առնվազն ժամանակ 1-2 տարի
մինիմում, որպեսզի նրանք կարողանան ռազմական անվտանգային իմաստով պատրաստվեն այն հնարավոր կոնֆլիկտային տրամաբանությանը, որ կարող է լինել Ռուսաստանի հետ, սա էլ պայմանավորված է նրանով, որ ՆԱՏՕ-ի հետ կապված անորոշությունները շատ են, Միացյալ Նահանգների արդեն դիրքորոշմամբ պայմանավորված, եւ եթե նրանք տրամադրում են 90 միլիարդ օգնություն, որի առաջին տրանշը, եթե չեմ սխալվում, կամ արդեն փոխանցել են, կամ պիտի փոխանցեն, որպեսզի Ուկրաինան էլ ավելի լավ զինվի հնարավորություն ունենալով դիմակայել Ռուսաստանին, չեմ կարծում, որ սա անում են նրա համար, որպեսզի հնարավորինս արագ Ռուսաստանի հետ ինչ-որ պայմանավորվածության կան։ Մեկ գործոնել նույն Եվրամիության տարբեր երկրների դիրքորոշումը հետևյալն է, որ Ռուսաստանում այս սանկցիոն քաղաքականությունը, որ վարվել է Ռուսաստանի դեմ մինչև այսօր, բավականին թուլացրել է ռուսական տնտեսությունը եւ տարբեր գնահատականներով, առնվազն տարբեր փորձագիտական տնտեսագետների եւ այլների գնահատականներով Ռուսաստանի տնտեսությունը կարող է այլևս երկար չդիմանալ նույն տեմպերով, նույն այդ պատերազմական ռելսերի վրա դրված լինելու հանգամանքով պայմանավորված չդիմանալ այն ճնշումներին, որ կան ռուսական տնտեսության վրա եւ Ուկրաինայում այս Ուկրաինայում պատերազմի ընդհանուր տրամաբանությունը էլ ավելի երկարաձգելու նպատակներից մեկն էլ դա ոչ միայն թույլատնելու, այլ վերելու, հասցնելու հնարավորության դեպքում տնտեսության փլուզման ավելի բնական process-ով պատերազմի ավարտի, որը թույլ կտա նաեւ եվրոպացիներին էլ ավելի անվտանգ իրենց զգալ, քանի որ բոլորս գիտենք, Եվրոպական միության երկրները Ռուսաստանի դիտարկում են իբրև առաջնային վտանգ հենց իրենց իսկ ինքնուրույնության, սուվերենության եւ անվտանգության համար։ Մայիսի շքերթը ինչի մասին էր։ Ռուսաստանը ուժ էր ցուցադրում կամ ցուցադրում էր, որ ինքը գլոբալ խաղացող է, շարունակում մնալ, թե մի այլ բան։ Մայիսի 9-ի շքերթը առնվազն փորձ էր ցույց տալու, որ նրանք դեռ գլոբալ խաղացող են ասելիք ունենք, բայց միևնույն ժամանակ եթե հաշվի առնենք, թե ինչ հրամանով հանդես եկավ Զելենսկին, հրամանագիրը ինչի մասին էր։ Նրա մասին էր, որ Ռուսաստանը այլևս գոնե առնվազն չի կարող նույն կերպ դիրքավորվել, ինչ կերպ դիրքավորվել է այսօր Ուկրաինային ներկայացնելով չգործոն իրենց քաղաքականությունների վրա ազդեցություն չունեցող ինչ-որ մի չպետություն, ինչպես նրանք նշում են, որտեղ Ուկրաինային որպես պետություն այս պայմանությամբ նրանք չեն էլ ընկալում, ինչպես եւ մեզ չեն ընկալել երբևէ, այնուամենայնիվ եւ նշում էր, որ այդ փոքրիկ Ուկրաինան կարող է առնվազն ստեղծել խնդիրներ, որի դեպքում Ռուսաստանը առնվազն վախը սրտում է գնալու այդ նույն շքերթին մասնակցության, առնվազն գոնե այն վերին Ուկրաինայում Կիևում շքերթ անցկացնելու մասին է ինչ է խոսում։ 3 օր հետո։ 3 օր հետո։ Պատերազմը կամ գործողությունը, հատուկ գործողությունը սկսելուց 3 օր հետո։ Կիև Զատրիդնյա հիշում եմ։ Հա։ Վստահ եմ դուք եք հիշում։ Հա, իհարկե։ Վերադառնանք Հայաստան, մենք իհարկե խոսել ենք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովների, կարծես թե չենք խոսել կամ քիչ ենք խոսել Երևանյան երկխոսություն։ Սրանց մասով ինչ դիտարկումներ ունեք, կարևորություն, նշանակություն։ Ոչ թե կարևոր էին, այլ կարծում եմ շատ կարևոր էին ամենատարբեր պատճառներով, հենց թեկուզ միայն այն հանգամանքով, որ կրկին կրկնվելու են Մակրոնի խոսքերն են բերելու, թե ինչպես էր նախկինում ընկալվում Հայաստանի նույն Եվրամիության համայնքի ներկայացուցիչների կողմից եւ ինչպես է ընկալվում Հայաստանի հիմա։ Այսինքն Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը կտրուկ փոխվել է։ Մենք չենք ընկալվում այլևս Ռուսաստանի արբանյակ, մենք ընկալվում ենք իբրև անկախ պետություն, որը որ ինքն է որոշում իր արտաքին քաղաքականությունը որ ուղղությամբ է զարգացնելու։ Բացի դրանից նույն օգոստոսի 8-ից հետո 2025 թվականի Վաշինգտոնյան համաձայնագրերի ստորագրումից հետո Հայաստանի կարևորությունը իբրև նաև հաբի կամ հանգույցի տրանսպորտային, որը իրար է կապելու Ասիան եւ Եվրամիությունը արդեն ինքնին բարձրացել է, նաեւ Եվրամիության օֆիցիալ ներկայացուցիչներից մեկի հայտարարությունը, ղեկավարներից մեկի հայտարարությունը նաեւ հիշեցնեմ, հենց նույն այդ գագաթնաժողովներից, որ Հայաստանը թերևս արևելքը եւ արևմուտքը կապող ամենակարճ ճանապարհն է այսօր իբրև դիտարկվում, այս տրամաբանության մեջ էլ նույն Եվրամիությունը պարտավորվում է նաեւ լոգիստիկ իմաստով ոչ թե օգնություն, այլ կարող ենք օգնություն նաև ինչ-որ չափով դա դիտարկել, օգնելու Հայաստանին լոգիստիկ իմաստով կայանալու համատեքստում, ճանապարհաշինության եւ այլն եւ այլն։ Ֆրանսիայի հետ ստորագրված պայմանագրերից մեկն էլ հենց այդ համատեքստում էր հյուսիս-հարավ ճանապարհի այդ թունելներից մեկի կառուցապատումը իրականացվելու է ֆրանսիական ընկերության կողմից։
Այնպես որ այդպես բացի դրանից Հայաստանի հետ կապված, գիտեք, վերջին 1 շաբաթվա ընթացքում, երբ արևմտյան մամուլին ենք հետևում, ես չեմ հիշում, շատ քիչ կարող եմ հիշել դեպքեր, որ չասեմ առնվազն չեմ հիշում, երբ Հայաստանը առնվազն մի շաբաթ չէր իջնում միջազգային մամուլի առաջին էջերից եւ դա տեղի մամուլի առավել եւս եւ դա տեղի չէր ունենում ինչ որ կատաստրոֆիկ, ինչ որ բացասական եղելություններով կամ հանգամանքներով պայմանավորված, դա տեղի էր ունենում երկու գագաթնաժողովների անցկացմամբ, ինչպես նաեւ Երևանյան երկխոսություն համաժողովի իրականացմամբ, սա արդեն իսկ ռեպուտացիոն դիտանկյունից բավականին լուրջ ձեռքբերում եմ համարում Հայաստանի համար, այսինքն Հայաստանի տեղը ֆիքսվում է եվրոպական քարտեզի վրա եւ ֆիքսում է ոչ թե իբրև ինչպես նախկինում ռուսական ազդեցության տակ գտնվող ինչ որ փոքր հարավային կովկասյան պետության, այլ սուվերեն պետության, որը կոնկրետ նաեւ իր քայլն է անում Եվրոպական միության հետ իր հարաբերությունների զարգացման համատեքստում։ Բազում փաստաթղթեր ստորագրվեցին, բազում չէ, բայց առնվազն մի քանի փաստաթուղթ ստորագրվեց տարբեր երկրների հետ, ռազմավարական մակարդակի բարձրացնող նույն Բուլղարիայի հետ ստորագրված փաստաթուղթը, նույն Միացյալ Թագավորության հետ ստորագրված ռազմավարական հաղորդակցության մասին փաստաթուղթը եւ այլն, այնպես որ այս իմաստով էլ ես որ նշում էի խոսքի սկզբում, որ Հայաստանը արդեն բազմազանեցնում է իր ընտրության իր հնարավորությունները բոլոր ուղղություններում, նաեւ սա նկատի ունեմ։ Ռուսաստանն էլ շատ լավ հասկանում է, որ մոնոպոլի դիրքը բոլոր իմաստներով գնալով ավելի թուլանում է Հայաստանում։ Ճիշտ է, դեռևս Ռուսաստանը առաջնային, այսպես դերակատարում ունի գոնե տնտեսական իմաստով, բայց եթե մենք Եվրոպական միության ստանդարտներին համապատասխանեցնելու հնարավորությունից օգտվելով գանք այդ ստանդարտիզացիային, հա, տնտեսության, ապա հետագայում մենք խնդիր չենք ունենա նաև նոր առևտրային շուկաներ գտնելու, իդեմս նույն Եվրամիության կլինի, հարևան պետությունների եւ այլն եւ այլն։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեր շնորհակալություն։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին։ Մենք ըստ էության ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ արտաքին ուժերի հզոր պետությունների որևէ հայտարարություն, որ վերաբերում է Հայաստանին, անմիջապես ինտեգրվում է Հայաստանի ներքաղաքական կյանքին, հատկապես որ առջևում համապետական ընտրություններ են, իսկ մեր տարածաշրջանում ուժեր լինում են ոչ միայն բանակով, այս ժամանակահատվածում ուժեր լինում են ոչ միայն բանակով, այլև սառը հաշվարկներով, եւ այս իրավիճակում Հայաստանի խնդիրն է կարողանալ ապահովել սեփական, ինքնիշխան, սուվերեն պետության ազգային պետական շահը։ Իսկ դա ինչպիսի արդյունքներ կլինեն ընտրությունների ժամանակ, դա արդեն հայտնի կլինի հունիսի 7-ից հետո։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում էի կանայք եւ գլոբալ անվտանգության ճարտարապետությունը կենտրոնի փորձագետ Էլեն Հողիկյանի հետ։ Շնորհակալություն, որ հետևում եք, լավ մնացեք, կհանդիպենք։